Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են, կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետը։ Արդեն մի քանի օր արցախցիները բնական գազ չունեն, ադրբեջանցիները խոչընդոտում են խափանված խողովակաշարը վերականգնելուն։ Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչը ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս պահին սակայն ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, այլ քանզի մենք Արցախի իշխանությունների եւ մեր գործընկերների միջազգային հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ, այսինքն այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ եւ փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Գործադրի ղեկավարն այս գիշերը վերադարձել Փարիզից, հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ֆորումին։ Փաշինյանն ընդգծեց Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված ֆորումը պետք է օգտագործենք եւ նոր լիցքեր հաղորդենք հարաբերություններին։ Բազմաշերտ օրակարգ ենք ունեցել եւ մեզ համար կարեւոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա եւ տնտեսական կապերը նաեւ ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ կապակցությամբ գիտեք ապրիլին նախատեսված է նաև իմ այցը Ռուսաստանի Դաշնություն եւ մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով եւ բովանդակությամբ, հարուստ բովանդակությամբ ընթանա։ Օրակարգում 1988-ից 1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ժամանակավոր կացարաններում ապրող մեր հայրենակիցներին բնակարանների գնման վկայականներ տրամադրելու հարցի քննարկումն է։ Առաջին process-ը տեղի ունեցել 2004-ից 6 թվականներին, երբ որ մարզերի մեր մի շարք հայրենակիցների տրամադրվել է բնակարանների գնման վկայական։ 2020 թվականին առաջին անգամ այս process-ը իրականացվեց Երևանում, երբեք Երևանում ապրող մեր հայրենակիցները չէին օգտվել այս կառավարության աջակցությունից եւ մենք նախորդ տարեվերջին 21 թվականին ավարտեցինք այդ process-ը Երևանում եւ հիմա այսպես ասած նորից վերադառնում ենք մարզեր։ Այս տարի բյուջեում ունենք նախատեսված 1.4 միլիարդ դրամ այս գործընթացի համար, կան նախապես 254 ընտանիքներ եւ իրենց է առնչվում այս որոշումը, իսկ եթե մի քիչ մանրամասնեմ, մենք մի քանի փոփոխություն ենք անում, նախ որոշումով հստակեցվում է, որ այն մարզում, որտեղ մեր հայրենակիցները հաշվառված են, բնակարանների գնման վկայականը տրվելու է այդ մարզում, այսպես ասած ինքը բնակարան պետք է գնի այդ մարզում։ 270 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր արդեն տրամադրվել են, ինչի արդյունքում նրանցից շատերն ապահովել են բնակարաններով։ Երևանին 270 ընտանիք էր, 3.7 միլիարդ դրամ գումարը, դրանցից փաստացի 175 ընտանիքը, մոտ 2.4 միլիարդ դրամ իրենք արդեն բնակարանները գնել են, 1.3 միլիարդ դրամը, այսպես ասած, նոտարների մոտ է, այսինքն կառավարությունը process-ը հատկացրել է, մենք նախորդ տարվա բյուջեով ավարտել ենք, ուղղակի գնման գործընթացն է իրականացվում եւ 175-ից այդ թիվը կդառնա 270։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հիշեցնել, որ կառավարության նախորդ նիստներից մեկում մենք չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բնականից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու ծրագիր եւ այդ ծրագրով նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնականներ ձեռք բերելու համար, ընդ որում որոշակի կատեգորիայի մարդկանց մենք հնարավորություն ենք տալիս բնական ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ
Արցախի Հանրապետությունում Տրանսպորտային միջոցների պետական գրանցման վարչարարության բարելավման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Այսուհետև շարժական գույքի նկատմամբ պարտականություններ պարտքեր չունենալու վերաբերյալ ժողովրդին հայտնի զրոյական փաստաթուղթը կտրամադրվի էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վճարումներն էլեկտրոնային տարբերակով կատարելով քաղաքացիները զերծ կմնան ավելորդ քաշքշուկներից։ Նախորդ տարվանից նախարարության աշխատանքների արդյունքում գործարկվել է ընդհանուր, այսպես ասած, էլեկտրոնային համակարգ, որով անշարժ գույքի հետ կապված մեր քաղաքացիները կարողանում են էլեկտրոնային վճարումներ իրականացնել հողի, բնակարանի եւ այլն։ Հիմա մենք այս համակարգի մեջ, այսպես ասած, իրականացնում ենք լրացում եւ այս շարժական գույքն էլ ենք, այսպես ասած, այդ բազայի մեջ մտցնում եւ մեր քաղաքացիները կարող են ցանկացած վայրից նույնիսկ եթե գնան հասնեն ոստիկանություն ու մի պահ պարզվի, որ իրենք չեն վճարել կամ ինչ-որ պարտք ունեն, մի քանի րոպեում կարող են մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել, տեղում մնացած գործընթացը ոստիկանության գործընկերները կանեն եւ կավարտեն։ Այս համակարգով մենք ոստիկանության գործընկերների համար, այսպես ասած, բացում ենք համակարգը իրենց համար, որ տեսանելի լինի, իրենք կարողանում են ստուգել քաղաքացին, եթե որևէ պարտավորություններ չունի եւ մեքենայի հետ կապված գրանցման մնացած գործընթացները տեղում կանեն։ Վարչապետը նշեց, մի շարք ոլորտներում թվայնացման օրինակները ապացուցում են, որ դրանց կիրառման շնորհիվ կրճատվել են բազմաթիվ գործընթացներ, քաղաքացիները նյարդեր ու ժամանակ են խնայում։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։